նախագծային աշխատանք, թեմա քիմիական գիտափորձերի հավաքածուի ստեղծում, ղեկավար Քնարիկ Հովսեփյան։ Աշխատանքի նպատակը աշակերտների մոտ զարգացնել քիմիական երևույթների ճանաչողության հետաքրքրությունը, զարգացնել փորձարարական մտածողությունը և թիմային աշխատանքը, կիրառել քիմիական գիտելիքները խաղի մեթոդով, զարգացնել խնդիրներ դնելու, վերլուծելու և իզրախոսություն անելու հմտությունը։ Փորձում եք փոթորիկ։ Այս փորձի մեջ կա ուղեցույց, որը ավելի հետաքրքիր կդարձնի փորձը։ Սկզբում վերցնում ենք բաժակ, դրա մեջ դնում ենք կես մսով չափ ջուր, հետո վերցնում ենք ձետ, շորը նստում ենք ջուրի մեջ, վերցնում ենք ունանյութ և պիպետ։ Ունանյութից մոտավոր 2 կաթիլ վերցնում ենք և կաթացնում ենք ձեթի մեջ և ջրի։ Վերցնում ենք հետո C վիտամին, դնում ենք ջրի մեջ հուսորը և դիտում։ Փորձ 2 Սա ուղեցույցն է, որի միջոցով մենք կարող ենք փորձը ճիշտ հետաքրքրությամբ անել։ Այստեղ գտնվում են անհրաժեշտ նյութերը, որով մենք կարող ենք փորձը կատարել։ Անհրաժեշտ նյութերից են հիմքը, թութերը, մի քանի հատ պիպետ և 6 հատ ինդիկատորի թերթիկ։ Փորձը կատարելու համար մենք նախ պետք է բացենք այս փոքր տոկտակը և վերցնենք մեկ հատ մեր ինդիկատորի թերթիկը։ Վերցնում ենք 1 հատ պիպետ։ Խորհուրդ է տրվում նախ ինդիկատորի թերթիկի տակ դնել բան, որպեսզի սեղանը չկեղտոտվի։ Նաև պետք է փորձարկենք, որպեսզի կարողանանք ճիշտ պիպետով կաթիլները կաթիլել, որպեսզի գեղեցիկ ստացվի հայկական եռագույն դրոշը։ Առաջի հերթին մենք պետք է վերցնենք հաշ քլոր, նույն ինքը թթուն, բացենք թթուն, սխմենք պիպետի վերին մասը, ապա բաց թողենք։ Մեր մոտ արդեն լցվեց թթուն և մենք պետք է ինդիկատորի վերին մասում այն կաթացնենք 4 կաթիլ։ Ապա վերցնում ենք մի ուրիշ պիպետ, և պիպետի մեջ լցնում ենք նատրիումի հիդրոքսիդ, նույն ինքը 5։
ապա կաթեցնում ենք այստեղ։ Ապա կաթեցնում ենք ինդիկատորի թերթիկի ստորին հատվածը։ Փորձը ավարտված է, իսկ ավարտելուց հետո նախ ամեն ինչ հավաքում են եւ դնում են իրենց տեղերը, ապա ամեն ինչ հավաքելուց հետո պետք է ձեռքերը լվանան, անպայման, եւ փորձը աշխատելու ընթացքում պետք է անպայման մենք հատվենք պաշտպան չարատ, գնենք պաշտպան ճարպից եւ ձեռնոց, աշխատենք լավ օգտագործող սենյակում, եւ այնպես անենք, որպեսզի կաթիլները նյութի չկաթան մեր մաշկին դեմքին, եւ եթե հանկարծ կաթիլները կաթացին մեր դեմքին, պետք է հոսող դժտար մնան։ Կոթեր։ Այս փորձի անվանում է հրաբխ կենցաղային նյութերից։ Նախ վերցնում ենք հրաբխը եւ դնում ենք մակերդից վրա։ Այնուհետև վերցնում ենք այս սոդան եւ վերցնում ենք խալը։ Բացում ենք սոդան եւ երկու կթել լսում ենք մեջ։ Այնուհետև վերցնում ենք գունանյութը եւ կաթացնում ենք մեկ կաթ։ Հետո վերցնում ենք հացավը թթուն եւ լսում ենք վրան։ Ուսից, որը մեր փորձը կդարձնի ավելի հետաքրքիր, առանց նյութերն մեկ մաքուր փոխանակ, երկու կաթոցիվ, մեկ կալումի երեքսացիանոֆերատ եւ երկաթի երկրորդ սուլֆատ։ Եվ վերցնում կալյումի երեքսացիանոֆերատը։ Ապա լսում ենք։ Եվ ստացանք կուրսական կապույտ գույն, որը նաև լրացում կարող եմ անել, որ այս գույնով նաև կա գետ։ Եվ անվտանգության կանոններն են չհեռացնել լվացարանի մեջ կամ աղբանանում, չհեռացնել լվացարանի մեջ կամ աղբանանում, այլ տան ուսուցչուն, որպեսզի նա ճիշտ ձևով հեռացնի եւ փորձ անել մեծերի նկատմամբ, նաեւ կրել ձեռնոցներ, ակնոցներ եւ խալաթ, որպեսզի ոչ մի բան ձերը չլինի, նաեւ երբ որ նյութը կպնում է ձեր մաչկին, անպայման պետք է լվացվել հոսող ջրով։ Հարավանյաց։ Այս ուղեցույցով փորձը կարող դառնալ ավելի հետաքրքիր։ Այս փորձի համար մեզ պետք է 4 սպիրտ և պետք է մետաղել աման, որպեսզի չկեղտոտենք տարածությունը։ Պետք է 4 սպիրտ և 1 հաբ։ Որպեսզի փորձը ավելի հետաքրքիր լինի, մենք հաբերը 3 հատ կարելացնենք։ Ապա այդ կայրենք։
Այս փորձը պետք է ժամանակ, որպեսզի այս փորձը ստացվի։ Այս փորձը մեզ անհրաժեշտ է մի քանի տիպեր կալիումի բրգանիտ և երջախի քլորիդ և պաշանի ջերմասը։ Հիմա մենք կանչի հիմնակ դոկտորքի իրականացնել այս փորձը։ Վերցնում ենք պիպետով կալիումի բրգանիտը։ Աթեսնենք։ Կվերցնենք մի այլ պիպետ և կվերցնենք կալիումի երկաթի քլորիդ։ Փորձի հրաբուխ։ Վերցնում ենք հրաբուխի մակետ և նարնջագույն նյութ, որի անունը ամոնիումի բիքրոմատ է։ Նյութը լցնում ենք մակետի մեջ, ապա վառում ենք այն։ Նախագծի մասնակիցներ են Ալեքս Կարապետյանը, Աշոտ Գրիգորյանը, Սարյան Սարգիսը, Եվան Դարցյանը,